Ասադի ռեժիմի տապալումից մեկ տարի անց Սիրիայում էլի կրակում են, այս անգամ պատերազմական մղձավանջի մեջ է Հայաշատ Հալեպը։ Բնակելի թաղամասի հրետակոծությունից քաղաքացիականներ են զոհվել ու վիրավորվել։ Նրանց թվում են մայրն ու 15-ամյա որդին։ Մենք պայթյունների բարձր ձայները լսեցինք, հանկարծ սկսվեց հրետակոծությունը։ Այնուհետև հիվանդանոցը լցվեց վիրավորներով։ Գրեթե բոլոր վիրավորներն ունեին վերջույթների, պարանոցի հրազենային վնասվածքներ։ Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ռեսուրսները, բժիշկներին, շտապօգնության աշխատակիցներին։ Երբ հրետակոծության ալիքը մի փոքր մարեց, մեզ ասացին, որ բախումների տարածքից դուրս գանք։ Ճանապարհով քայլում էի, երբ ինչ-որ հարված զգացի ոտքից։ Վնասվածք էի ստացել, ինձ բերեցին հիվանդանոց։ Հայ համայնքին առաջնորդարանը հորդորել է տնից դուրս չգալ մինչև իրավիճակի հանդարտվելը։ Բախումները շատ մոտ են հայաբնակ շրջաններին, Նորգեղի, Շեյխ Թահայի։ Վիրավոր կամ զոհված հայեր այս պահին չկան։ Հրետանին ու ականանետները կենտրոնական կառավարության ու քրդական ուժերի միջև բախումներում են։ Վաշինգտոնի հովանու ներքո գտնվող քրդական զինուժը Բաշար Ալ-Ասադին տապալած ապստամբական դաշինքի մաս չէր։ Այն այս պահին արաբական երկրի ամենահզոր ոչ կառավարական ուժն է եւ վերահսկում է հատկապես հյուսիս-արևելքի ռազմավարական տարածքները։ Քրդերը հերքել են կառավարական ուժերի մեղադրանքը, թե հարվածել են բնակելի թաղամասերին։ Վնասվածքներ ստացած մի կին մենակ էր ու սարսափած, ոչ ոք չկար նրա կողքին, անվտանգության ուժերն ինձ չթողեցին մոտենալ նրան օգնելու։ Ես չեմ տուժել, բայց նախկինում 2 անգամ վիրավորվել եմ, թող Աստված վրեժ լուծի ռեժիմից, որպեսզի ազատվենք նրանցից։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն ու քրդական ժողովրդավարական ուժերի հրամանատարությունը հայտարարել են, որ հրահանգ ունեն դադարեցնել կրակը։ Հակամարտությունը համընկել է Թուրքիայի արտգործնախարարի Դամասկոս այցի հետ։ Հական Ֆիդանի պնդմամբ Անկարան ուզում է աջակցել հաշտեցմանը։ Շատ կարևոր է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերն ինտեգրվեն Սիրիայի կառավարությանը։ Դա պետք է արվի երկխոսությամբ ու փոխզիջումներով, որպեսզի շահավետ լինի բոլոր կողմերի համար։ Այդ խոչընդոտը խանգարում է Սիրիայի պատմության մեջ աննախադեպ կայունությունը, ամբողջականությունն ու զարգացումն ապահովելու համար։ Ասադի ռեժիմի տապալումից հետո իշխանության եկած Ահմեդ Ալ-Շարաան մեկ տարի առաջ էր քրդական ուժերի հետ համաձայնագիր կնքել, որ ինտեգրվեն պետական ինստիտուտներում։ Առանցքային խնդիրները, սակայն, այդ թվում բանակի հրամանատարության մեջ ներկայացված լինելու եւ տարածքների կառավարման հարցերը մնացել էին չլուծված։ Անցյալ ժամանակներից մինչ օրս մենք Սիրիայի դեմոկրատական ուժերից չենք տեսել որևիցե նախաձեռնություն կամ լուրջ ցանկություն այս համաձայնությունը կյանքի կոչելու համար, հակառակը պարբերաբար հետաձգումներ են լինում։ Մինչ արաբական երկիրը կրկին քաղաքական ու ռազմական վայրիվերումների մեջ է, նախկին առաջնորդ Բաշար Ալ-Ասադի ընտանիքը շքեղության մեջ ապրում է Մոսկվայում։ New York Times-ը գրում է, Ասադը ճաշում է Մոսկվայի Sixty ռեստորանում, ուր այցելում են ռուսական քաղաքական վերնախավն ու արտասահմանցի հայտնի դեմքեր։ Էքս-նախագահը VIP հյուրերի շարքում է։ Սկզբում ապրում էր շաբաթը $10,000 Four Seasons հյուրանոցի ապարտամենտում, հետո նրա ընտանիքը տեղափոխվեց Penthouse, այնտեղից էլ Ռուբլովկա։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։